Ես իմ որոշումը կայացրեցի։ Դատավորը մերժեց դատարանի դահլիճից ազատ արձակել ընդդիմադիր Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանին։ Նա դեկտեմբերից տնային կալանքի տակ է վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի գործով ահաբեկչություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելու մեղադրանքով։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել անհապաղ վերացնել տնային կալանքը հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվի որոշմանը, որի համաձայն անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ 5 տարի առաջ Սահմանադրական դատարանի նույն որոշման արդյունքում Սարգսյանը արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է, բայց այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը գտավ Սահմանադրական դատարանը այդ դեպքի մասին չի խոսում։ Այն ժամանակ Սարգսյանը պատգամավոր չէր, հիմա դեռ 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ու նույն այս գործով անձեռնմխելիությունից զրկվել է 2025-ի հուլիսին։ Դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման։ Հասկանում եք, որ անընդհատություն չի կարա գոյություն ունենա ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարա բնության մեջ դա լինի, իծն է ի բնե չի կարա։ Դատավորն ասաց, եթե միջնորդություն լինի, Արթուր Սարգսյանը կմասնակցի օգոստոսի 2-ին նախատեսված նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին։ Բնականաբար ոստիկանության համըսխան բաժնի աշխատակցի ուղեկցություն։ Սա ի պատասխան լրություն դալիճում։ Դուք արդեն, որ դուս եկեք այդ միջան, արդեն 30-ի որոշումն եք, հրամանն եք ստացել, միանգամից հրապարական, օգոստոսի 2-ին ոստիկաններից կգնա։ Դատավորի նստելու հորդորներից հետո բողոքող Արթուր Սարգսյանի խոսափողը անջատվեց։ Դե արդեն 30-ին, 50-ին դուք արդեն որոշում եք կայ։ Սարգսյանն էլ լքեց նիստերի դահլիճը։ Ես վստահ եմ, այս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևի։ Միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի։ Այն ինչ դուք այսօր արեցիք, դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ ազգային ժողովի պատգամավորը գնա նիստի։ Դուք դա եք պատկերացնում լուծումը, ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք այսօր։ Դատավորը ըստ էության մեղադրողների փաստարկները պաշտպանեց, որոնք դեմ էին Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու։ Պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել եւ առ այս պահը շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից։ Եվ պարոն Սարգսյանը ըստ էության չի դադարելու ունենալ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ եւ իսկ ամսի 2-ից նաեւ ստանձնել շարունակելու է իրականացնել ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ։ Այնինչ փաստաբանը պնդում էր, Ստացվում է ընդհանրապես ազգային ժողովի գումարումների փոփոխությունը դա իրավական որևէ մի նշանակություն չունի։ Իրականում հիմա ես էլ մի քիչ տատանեցի, ինչ կապ ունի, որ 8-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարման մարդկանց տեղեկացնենք, որ կարելի է մի անգամ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եւ հավիտյանս դա ունենալ։ Արամ Վարդևանյանը նաև միջնորդել է վերացնել ուժեղ Հայաստանից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը։ Հեծի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշարք տալու նախապատրաստության համար։ Կալանավորվել է հունիսի 18-ին։ Մեղադրանքը չի ընդունում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրեց։ Վարդևանյանը պնդում է, եթե պահվեր Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը, Ղազինյանը պետք է հենց այդ օրը ազատ արձակվեր։ Միջնորդությունն ասաց, վաղը մեկնարկող դատավարության սկզբում կքննարկվի։ Կայծակնային արագությամբ քննիչը այնուհետև դատախազը նախաքննության ավարտ հայտարարելով, մեղադրական եզրակացություն հաստատելով եւ գործը ընդհանրապես դատարան ուղարկելով, փաստացի անհաղթահարելի խոչընդոտ էին ստեղծել խափանման միջոցի վերացման հարցում, քանի որ չկար այն պաշտոնյան, որը պետք է այդ որոշումը կայացներ, բայց արդեն ունենք մակագրում։ Ուժեղ Հայաստանից եւս մեկ նորընտիր պատգամավոր Հայկ Սուքիասյանը տնային կալանքի տակ է։ Նրա խափանման միջոցը վերացնելու մի միջնորդություն էլ երեք ներկայացրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
բայց նախաքննական մարմնից պատասխան չի ստացել։ Զուգահեռ դիմել է դատարան, որ այդ հարցն այնտեղ քննարկվի։ Նիստը փաստաբանի խոսքով վաղը երեկոյան է նշանակվել։ Ֆերոյանի փոխանցմամբ Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացված, որը նա չի ընդունում։ Սպասում ենք այդ միջնորդությունների քննարկմանը